Ազգային ժողովում մեկնարկեցին կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցների քննարկումները։ Գլխադասային հանձնաժողովներին կներկայացվեն բոլոր գերատեսչությունների կատարած աշխատանքները։ Խորհրդարանական քննարկումների շարքում առաջինը երկրի արտաքին բլոկն է։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատգամավորներին մանրամասն ներկայացրեց իր ղեկավարած կառույցի կատարողականը, խոսեց մեր երկրի վարած արտաքին քաղաքականության եւ հայկական օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Մինչ այդ, սակայն, նախարարն անդրադարձավ հանրության շրջանում հնչած մտահոգություններին ու շահարկումներին, որոնք առաջացել էին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից արված հայտարարությունից հետո, երբ կողմերը փաստել էին, որ ավարտված են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եւ տեքստը համաձայնեցված է։ Տարբեր մտահոգություններին ի պատասխան Միրզոյանը խորհրդանից հստակ դիմեց հանրությանը։ Հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Արտաքին գերատեսչության պատասխանատուն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանի մոտեցումը ապաշրջափակման մասով փոփոխություններ չի կրել։ Այս համատեքստում նախարարը նաև շեշտեց, որ հայկական կողմը կառուցողական երկուստեք ընդունելի առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին։ Եվ այդ առաջարկը հետևյալն է, նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից, բայց ինչպես նախկինում, այժմ էլ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են, այսինքն Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։ Մենք նաև կարծում ենք, ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա, ընդգծեց Արարատ Միրզոյանն ու հավելեց. Դերների օրինակ անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ։ Համաձայնեցված տեքստի վերաբերյալ մտահոգություններն ունեն տարբեր ընկալումներ եւ դրանք չեն համապատասխանում իրականությանը, արտաքին գործերի նախարարը հստակ պատասխանեց նաեւ վերաբնակեցումների մասով հնչած շահարկումներին։ Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Համաձայնեցված տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա, առավել եւս չկա երկրների սահմանադրությունների մասին կարգավորումների կետ։ Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաև մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում, մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Խաղաղության համաձայնագրի մասով հաջորդ դիտարկմամբ էլ Միրզոյանը նշեց. պատմությունից է հայտնի, որ խաղաղության պայմանագրերը միանգամից բոլոր հարցերի պատասխանները չեն տալիս։ Միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին եւ ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում։ Իհարկե լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում զգայուն եւ գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն, բայց կարևոր է օրինակ նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք եւ Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար
Փաստաթղթի վերաբերյալ շահարկումների շրջանակում նախարարն անդրադարձավ նաև ԵՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Արարատ Միրզոյանը շեշտեց, որ փաստաթղթում տեղ գտած համաձայնեցված որևէ դրույթ ու պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել միայն համաձայնագրի ստորագրումից, վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո։ Մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատու նախարարը նիստի հաջորդ հատվածում արդեն ներկայացրեց նախորդ տարվա իրականացված աշխատանքները, ընթերցեց կառավարության զեկույցի եզրակացության տեքստից հատված։ Նախորդ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի, հենց մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանների համար, եւ սա մենք պայմանավորում ենք իհարկե առաջին հերթին մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ։ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է։ Մենք համոզված ենք, որ սրա ուղիղ եւ հիմնական եւ եթե ոչ միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ապահովումն է։ Նախարարի խոսքով վերանշված նպատակներին հասնելու համար կառավարությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այս փուլում նշածը համատեքստում մեզ համար շարունակում է առանցքային մնալ քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի եւ կարգի տեսանկյունից։ Իհարկե առաջնային մեր ջանքերը ուղղված են մեր տարածաշրջանին, հասկանալիորեն հարաբերությունների կարգավորմանը այն հարևանների հետ, ում հետ մենք չունենք հարաբերություններ կամ ունենք թշնամանքի պատմություն, եւ հարաբերությունների էական զարգացում այն հարևանների հետ, ում հետ մենք հիմա էլ ունենք շատ ջերմ գործընկերային հարևանային հարաբերություններ։ Արարատ Միրզոյանը ներկայացրեց որոշակի թվային պատկեր Ադրբեջանի պաշտոնյաների հետ շփումներից։ 2024 թվականին տեղի ունեցել վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկու պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների 5 արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններն ըստ էության ընթացել են երկկողմ ձևաչափով։ Իսկ 2024-ի առանցքային իրադարձությունը նախարարի գնահատմամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր, ինչը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի էր ունենում առաջին անգամ։ Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հայտնի հատվածում իրականացվեց պետական սահմանի շուրջ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատում սահմանագծում։ Օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների ուրեմն համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Սահմանազատման աշխատանքները շարունակվել եւ այս պահին էլ ընթացքի մեջ են, ընդգծեց նախարար Միրզոյանն ու մատնանշեց հունվարի 16-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը։ Համաձայնություն է ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ուրեմն սահմանակետից եւ շարժվել դեպի հարավ։ Նախարարը փաստեց, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության կենտրոնում են եղել այն հարցերը, որոնք դուրս են մնացել օրինակ խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում ու ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ։ Նախարարի բնորոշմամբ խնդրի ամբողջական կարգավորման համար առաջին հերթին ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը եւ դրանց լուծման անհրաժեշտությունը։ Ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում այժմ եւս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը եւ իհարկե առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարեւոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար։
Արարատ Միրզոյանը ներկայացրեց նաև դրվագներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից ու նշեց առանցքային ուղղությունները։ Առանցքային սահմանների բացումը, մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է ապահովել ընդհանուր միջև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ։ Պայմանավորվածությունների շարքում է Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը։ Ինչպես արդեն հայտնի է, փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի անցման կետում սահմանային ծառայություն է իրականացվում բացառապես հայկական սահմանապահ զորքերի կողմից։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր անցակետերը արդեն մարտի 1-ից ընդ որում բոլոր նկատի ունեմ եւ գործող անցակետերի եւ չգործող, ինչպեսին օրինակ Մարգարան է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը։ 2024-ին ակտիվ երկխոսություն ու սերտ համագործակցություն է շարունակվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ 23 թվականի համեմատ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737.5 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար, սա 6.5%-ի աճ է, սա ամենևին սահմանը չէ, շեմը չէ, համապատասխան գերատեսչությունների առջև խնդիր է դրված շարունակել էականորեն ավելացնել այս թիվը։ Նախորդ տարի Հայաստանը շարունակել է Ռուսաստանի Դաշնության հետ բարձր մակարդակի երկխոսությունը, տարին նշանակալի էր նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համատեքստում, նշեց Արարատ Միրզոյանը։ Եթե կարճ ապա Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը պետք է հիշեմ, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին ուրեմն Վաշինգտոնում Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը 2024-ն աչքի ընկավ նաև Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Չափազանց կարևոր փաստ 2024 թվականին ուրեմն շարունակել է իր գործունեությունը Հայաստանի Ադրբեջան միջպետական սահմանի երկայնքով ուրեմն Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը 25 թվականի հունվարի 30-ին արդեն տեղյակ եք այս տարի սկզբին ուրեմն Եվրոպական միության որոշմամբ առաքելության գործունեությունը երկարացվեց եւս 2 տարով։ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման տեսանկյունից նախարարն առանձնացրեց նաև խորհրդարանի դերը։ Կուզեի նաև առանձնացնել մեր համար նոր կարևոր եւ հետաքրքիր ուղղություն։ Նոր մի քիչ իհարկե վերապահումով կարելի ասել, խոսքը նորդիկ, բալթիկ երկրների հետ մեր համագործակցությունն է։ Տեղյակ եմ, որ ազգային ժողովն է կոնկրետ ջանքեր գործադրում այդ ուղղությամբ եւ ուզում շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին։ Դինամիկ են զարգացել աշխատանքները մերձավոր արևելքի երկրների հետ, իսկ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ արձանագրվել է օրեցօր զարգացող հարաբերությունների պատկեր։ Նախարարը խոստումնալից որակեց գործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ ու առանձնացրեց Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերությունը։ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները ըստ էության մինչ այդ էլ բնույթով, բովանդակությամբ, էությամբ ռազմավարական էին, բայց նաև մենք այժմ փաստաթուղթ ստորագրեցինք այդ մասին։ Հույս ունենք, որ այս փաստաթուղթը նորից կօգնի ավելացնելու մեր գործընկերության շրջանակը։ Մի քանի ժամ տևած նիստն ընթացավ նաև հարց ու պատասխանի ձևաչափում։ Հարցադրումների հիմնական ուղղությունները վերաբերում էին արտաքին քաղաքականությանն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին։ Անդրադառնալով 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցին, նշենք, որ հանձնաժողովը նախարարի ներկայացրած փաստաթուղթն ընդունեց ի գիտություն։